Գոյություն ունեցող գլոբալ և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների պայմաններում կարևոր է ցուցաբերել համապարփակ քաղաքական համակարգում և համերաշխություն, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովը թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Նա նշել է, ի հայտ եկող նոր միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ թյուրքական պետությունների կազմակերպությունն ունի ավելի կարևոր դեր խաղալու ներուժ, որպես ուժերի միավորման խորհրդանիշ։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակային գործողությունները նույնպես ուղղված են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Քաղաքագետ Դմիտրի Սուսլովը հայտարարել է, Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ նոր բանակցությունների միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն փոխի իր դիրքորոշումը և ճնշում գործադրի Կիևի վրա։ Նրա խոսքով ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի թողել է իրավիճակը իր հունով, հայտարարելով. «Ուզում եք պատերազմեք»։ Դա, ըստ փորձագետի, վկայում է Վաշինգտոնը չի պատրաստվում ստիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև ընդգծել է Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չմիանալու տարբերակը, սակայն չի կարող համաձայնել երկրի ապառազմականացման ռուսական պահանջին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները գրանցել են հրետանային կրակոցներ Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԳԱՏԷ-ի թիմը տարածքի մոտակայքում լսել է մի քանի հրետանային կրակոցներ, ասվում է հայտարարության մեջ։ Մասնագետների կարծիքով հրետակոծությունը գրանցվել է կայանի տարածքից 1,25 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո Լը Մերը, ով նշանակվել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա նշանակումը քննադատվել է ընդդիմության կողմից։ Ես ընդունում եմ, իմ որոշումը որոշ մարդկանց մոտ անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում, հաղորդել է նախարարը հավելելով. Պաշտոնն ընդունել է պարտականության զգացումից ելնելով և Ֆրանսիային ծառայելու համար։ Ավելի վաղ իր հրաժարականի մասին էր հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։ Նա հրաժարական էր տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արձագանքել է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վրա Հունգարիայի վետոն չեղյալ հայտարարելու Վոլոդիմիր Զելենսկու առաջարկին։ Զելենսկին կրկին օգտագործում է իր սովորական բարոյական շանտաժի մարտավարությունը, երկրներին ստիպելու աջակցել իր ռազմական ջանքերին։ Ոչ մի երկիր երբեք շանտաժի չի ենթարկել Եվրոպական միություն մտնելու ճանապարհը, և դա այս անգամ տեղի չի ունենա, պատասխանել է Օրբանը Զելենսկու այն պնդմանը, որ Ուկրաինան կլինի Եվրամիությունում Օրբանի հետ կամ առանց նրա։